Էլի գնում են, էլի լեգիտիմացնում են իշխանությունը, փաստորեն, լեգիտիմացնում են այդ ընտրություններ կոչված միջոցառման արդյունքները եւ ասում են, որ մենք փողոցի եւ բանի ներկայությամբ խորհրդանում մեր ներկայությամբ անելու ենք ամեն ինչ, որպեսզի իշխանափոխություն լինի։ Չէ, ասվում է Նարեկ Կարապետյանի խոսքով հեղափոխության ծրագիր, եթե դե հիմա նրանք էլ արագը չունենք, դանդաղն ենք անում, նրանք են ասում հեղափոխության ծրագիր, տարբեր շարժումներ, չէ, էլ փրկության շարժում, էլ չգիտեմ ինչ շարժում, սրբազան ինչ շարժում ասես։ Արդյունքում իշխանությունը ոչ միայն մնաց, այլ իրականացրեց իր ծրագրերը, այսինքն անհրաժեշտությունը, որ կա իշխանություն եւ կա անդիմություն, այդ անհրաժեշտությունը ապահովվում է, այսինքն քաղաքական անգամ ճգնաժամ չեն ուզում այսպես կոչված ռեսուրսային կամ ռուսական ներկայությունը ապահովող անդիմություն կոչվող ուժերը իրականացնել, քաղաքական ճգնաժամ անգամ, որ կա խորհրդարան, կա խորհրդարանում իշխանական թեւ եւ չկա անդիմադիր թեւ,